Գևորգ Գրիգորյանը հրատապ ուղիղ միացում է կատարել, վերջինս զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ, ներկայացնում ենք, թե ինչ ուղերձ է փոխանցել ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, հրատապ եթեր ունենք եւ շատ կարեւոր է այս եթերը, դրա համար այս ժամին ես հիմա փորձում եմ մտնել ուղիղ եթեր։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ որ տեղեկացնել, ես հենց նոր մեկ ժամ առաջ խոսել եմ անձամբ Վարդան Ղուկասյանի հետ, ոչ թե հեռախոսազանգ, այլ վիդեո զանգ է եղել, ես դա հաստատում եմ, որ եղել է մեր մեջ վիդեո զանգ, իմ համար շատ կարևոր էր մեր հայրենակիցի առողջությունը, որովհետև արդեն երկար ժամանակ մենք տեղեկություն չունենք, ես ասել եմ լինելով հայ քրիստոնյա, ես չեմ պատրաստվում, որ մեր հայրենակիցներին, անկախ նրանից Պողոսյան Պողոսը, թե Վարդան Ղուկասյանը, թե ով ուզում լինի, եթե փորձում են մարդկանց շինծու գործերով լռեցնել, ես լինելով հայ, ես ասել եմ, կանգնած եմ իմ հայրենակիցների կողքին, նախ ուզում եմ ասել, որ Վարդան Ղուկասյանը շատ լավ էր իրեն զգում, առողջապես, շատ լավ, նա բոլորին բարևում էր, իր խոսքը հաղորդում եմ, որ ինքը իր կոչը, որ լինեք կայուն, չթողնել այսօրվա իշխանությունը ոչ մի ձև փորձի վախացնել կամ ինչ-որ օրենքներ փոխի, ինչպես եղել եք ամիսներ առաջ այն ձև ինչպես եղել եք կանգուն, սենց ասեմ, այդպես մնացեք, ամեն ինչ լավ է լինելու, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, ես միշտ դա ասել եմ, մեր կոչն է, այո, իմ կոչը, նույնը Վարդանի կոչը եւ մնացած մեր հայրենակիցների կոչն է, որ չենք թողնելու այս ամեն ինչը այսպես, եթե նրանք փորձում են մարդկանց բանտարկելով, մարդկանց վախացնելով, փորձում են, որ մեր երկիրը վիլայից սարքեն կամ ինչ-որ թուրքահպատակ գործարքներ անեն առանց հայրենակիցներին տեղեկացնելու, դա իրենց մոտ չի ստացվելու։ Ես նորից եմ ասում, ես կանգնած եմ Վարդան Ղուկասյանի կողքին, որպես քրիստոնյա հայրենակից, դա իմ համար շատ կարևոր արժեք է լինել Աստվածաշունչը ինձ սովորացրել է, որ նույնը Հիսուսը թողնելով 99 գառնուկին գնաց մեկ գառնուկի հետևից եւ սա այդ պահն է իմ համար, որ այդ տեսակ անձնավորությունը այսօր լինելով նահանգներում, գտնվելով շինծու գործերի մեջ մտցնելով, լռեցնելով, մենք դա հասկանում ենք բոլորս, դրա համար Վարդան Ղուկասյանի անձնական կոչը ոտքի հայ ժողովուրդ, չվախենակ ոչ մեկից, ես էլ եմ ասում, այո, եւ Աստվածաշունչը 2000 անգամ գրված է չվախենակ, մենք չենք կարող վախենալ պարտված հոգուց, մենք հաղթածի որդիներ ենք, ուզում եմ նորից ասել, Վարդան Ղուկասյանի շնորհակալությունը, նա բոլորից շատ շնորհակալություն էր հայտնում, շատ պոզիտիվ, շատ մարտական, կարող եմ ես այդ ասել, ինչ որ ես տեսել եմ եւ զգացի դա, իսկ մնացածը շուտով ես խոստանում եմ, բարձրաձայնեմ հաջորդ քայլը, ինչա կատարվելու, ես նորից ասում եմ, ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չի բլոգերությունը, ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ-որ էջեր կամ ինչ-որ դիվիդենդ հավաքելու համար, նորից եմ ասում, իմ համար շատ կարևոր էր անձամբ լսել եւ տեսնել Վարդան Ղուկասյանին, ես շնորհակալ եմ ամեն ինչի համար, որ ես այսօր ինքս համոզվեցի, որ այդ մարդը, ձեր իմացած Վարդան Ղուկասյան դոգը, ինքը առողջ է, ինքը լավ է, ինքը հիմա մեկուսարանում է, բայց ես հույս ունեմ, որ շուտով
արդարությունը կվերականգնվի եւ նա նորից խոսի մեր ժողովրդի հետ, ես հույս ունեմ, որովհետեւ ել եմ ասում, եթե ես նորից եմ ասում, ես չեմ խոսում նրա անցյալի մասին, ես դա ինձ իրավունք չեմ տալի, որովհետեւ ամեն մեկը որոշում է իր ասած բառի համար, այն հայոյանքների մասին ես չեմ խոսում, նույնը ես ասում եմ, դա ողջունելի չի, դա լինի Վարդանը թե Պողոսյան, նորից եմ կրկնում Պողոսը, բայց եթե մեր հայրենակիցը ճշմարտության համար պետք է բռնեն շինչ ու գործ սարքեն մարդու եւ փորձեն լրացնել, նա մեր հայրենակիցն է, ես ինքս ասել եմ, ես կանգնած եմ մեր հայրենակիցի կողքին, անկախ նրանից ով ու ինչ սեռի նա կլինի, իքական, թե մնացած մեր հայրենակիցների կողքին։ Սիրելի հայրենակիցներ, նորից եմ ասում, արթուն կացեք, մեր երկիրը կանգնած է աղետի առաջ, մեր երեխաներին տանելու են նորից եւ նորից պատերազմելու ճակերտավոր, մեր երկիրը փորձում են վաճառել, մեր երկիրը փորձում են խաբել մեզ, ցույց չտալով թե ինչ ինչ թղթեր են ստորագրում խաղաղության, եթե Նիկոլ Փաշինյանը այսի շատ կարևոր ֆրազա մեր մեջ հասկանանք, ասում է, որ ես Հայաստանի վարչապետն եմ հրաժարվելով Արցախից, մի պահ ուզում եմ հասկանալ եւ դա մեր շանս է, որ հասկանանք եւ այդ նույն շանսը օգտագործենք այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ, եթե ինքը ասում է, որ ինքը վարչապետն է Հայաստանի, ապա Հայաստանը չունի պետականորեն կամ նույնը Ադրբեջանը հայտարարած կռիվ։ Եթե մենք չունենք հայտարարված կռիվ եւ կռիվը չի եղել Հայաստանի Հանրապետության հետ, այ եղել է Արցախը եւ նա ինքը ասում է, որ Արցախը դա Հայաստանի մասը չէր, այլ դա մասն էր Ադրբեջանի, դա շատ կարևոր ինֆորմացիա է հիմա, որ մենք գիտակցելով հասկանանք, նշանակում է նա մտել է մի երկիր, տանելով իր հետ Հայաստանի բանակը, 5000 հոգու սպանելով, հետո ինչ-որ մի պահ ինքը կոնվորոշմա, որ երևի մառախուղ էր, սահմանը անցել է, կռիվ արել եւ հիմա սահմանը հետ է գալի եւ ասում է կներեք, գիտեք ինչ կա, ոչինչ ստացվավ, սա շատ լուրջ հարց է ու մենք պետք է այս հարցը բոլորս միասին բարձրաձայնենք եւ սրա համար պետք է Նիկոլ Փաշինյանը եւ իր անձնակազմը պատասխան տա։ Ինչ է նշանակում, եթե դու Արցախի համար պատասխանատվություն եւ անվտանգության գոտու համար դու պատասխանատվություն չունես, դու քո բերանով արացեցիր, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, մենք դա բոլորս ֆիքսել ենք, հետո կռվից հետո ասում ես, որ Արցախը մերը չի, դա եղել է սովետական միությունից մինչեւ հիմա Ադրբեջան, նշանակում է նա գիտակցելով մեր երիտասարդներին տարել է օտար երկիր, սպանել է տվել, այո, սպանել է, եւ հիմա փորձում է արդարանա, իսկ հիմա էլ ասում է մենք խաղաղության պայմանագիր ենք կնքում։ Սիրելի հայրենակիցներ, եթե չկա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև կռիվ, պետականորեն հայտարարված, ապա հարց. ինչ խաղաղության ստորագրություն եք դուք պահանջում։ Ինչ խաղաղություն, եթե մենք չենք կռվել իրար հետ, մենք պայման չունենք, եթե սովետական գծված քարտեզներն է, ինչ խաղաղություն, եւ դրա հետ միասին ուզում է Նիկոլ Փաշինյանը փոխի մեր սահմանադրությունը։ Նայեք, խաղաղություն եւ սահմանադրություն միաժամանակ։ Ու ոչ մի հայրենակից չի իմանում, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է ստորագրում։ Եվ այդպես փորձում է ամեն մեկը, ով որ խոսում է այս մասին, լրացնելու։ Ես ասում եմ, Նիկոլ, դա քո մոտ չի ստացվի, դու կարացիր ցավոք անհատների լրացնես, բայց քո մոտ չի ստացվի հայի գենին եւ այն
հզոր ուժին կանգնեցնելու եւ խաբելու։ Հիմա մեր հայրենակիցները գիտեն, այս եթերները խնդրում եմ ձեզ, բաժանեք բոլորին, Վարդան Ղուկասյանը առողջ է, ողջ է, շատ լավ է եւ մեր հայրենակիցներին բարևում է։ Նա ձեզ շատ սիրում է եւ ես հույսով եմ, որ նա շուտով արդարությունով դուրս կլինի եւ նա ինքը իր ուղիղ եթերով կբարձրաձայնի ամեն ինչը։ Այո, այս հարցը շատ խորային է։ Ես տենում եմ այստեղ մեծ կոռուպցիա, դա իմ կարծիքն է, օդից կախված, որ ինձ օդից ինչ-որ բաներ է հասել, որ դա կարող է լինի կոռուպցիա, որովհետև չի կարող այս տեսակ ընդդիմադիրին Ամերիկայի պես դեմոկրատական երկրին մեջ այսպիսի բան կատարվի, մարդը խոսելով ճշմարտությունը, աբացույցները, այդքան թղթեր, այդքան ամեն ինչ եւ հանգարց այդ անձնավորությանը փագեն։ Ստեղ ինչ-որ մեկի մատիկները խառնա, որը արդեն ոնց որ մենք հասկանում ենք ում մատիկներն է խառը այս ամեն ինչի մեջ, դրա համար մենք կփորձենք այս ամեն ինչը adekvat, ստապ, շատ հանգիստ, կողմորոշված, բացատրություն ուզենք եւ մեր աջակցությունը պարոն Վարդան Ղուկասյանին։ Նորից եմ ասում, մնացեք արթուն, ուժեղ, հավատքով, ամենակարևորը, որ հավատաք, որ դուք հաղթածի որդի եք, ամենակարևորը հավատաք, որ դուք խավարի որդուն հաղթել եք եւ Սատանայի առաքյալը չի կարող մեզ վախեցնել, դա շատ կարևոր է, որովհետև ամեն օր Նիկոլ Փաշինյանը կանգնում է ամբիոնին եւ ասում է. «Լսեք, եթե հանգարց սա էլ չստորագրենք, եթե հանգարց էս էլ չանենք, պատերազմ կլինի»։ Լսի Նիկոլ, այո, գրված է պատերազմը լինելու են, բայց դու չես վախեցնելու, դու մահի հոգ, ես Նիկոլի անունը դել եմ մահի հոգի։ Նա փորձում է մահի հոգով եւ վախեցնելով այս 10 միլիոնանոց ազգին ուղղակի շանտաժի լեզվով, վախի լեզվով, խոսելով, ես մի բան չեմ հասկանում, քրիստոնյա ազգ, առաջի, ոնց կարող եք ծնկի գալ սատանայի առաքյալի առջև։ Ես չեմ հրարում կռիվ, ես խոսում եմ քրիստոնյա արժեքը, նախ մարդ պետք է հասկանա ինքը ինչի համար է կռվում։ Մենք չենք կռվում առաջինը հողի կամ հողամարմնի համար, մենք կռվում ենք մեր հոգևոր դաշտի համար։ Այ երբ որ դուք կճանաչեք ձեր հոգևոր դաշտը, այն վաղտ Աստված ցույց կտա ձեր իրական սահմանները։ Չիմացությունը ամոթ չի, բայց որ չիմացությունով մարդ մահանում, դա շատ ամոթ է։ Դրա համար մեր եթերները լինելու են, մենք փորձելու ենք խոսել տարբեր մարդկանց հետ եւ հասանելի լինի բոլորին, թե ինչա կատարվում այս պահին, ինչ մեծ առևտուր է լինում եւ մի մեծ ժողովուրդ իրենց սահմաններով վաճառքի է դրված, աճուրդը կայացել է, գինը տրված է, հիմա մնում է հանձնեն։ Դա ես չեմ ասում, մենք տենում ենք ամեն օր։ Նշանակում է մենք մեր տան տերն ենք, մեր երկրի տերն ենք եւ մեր սահմանների տերն ենք։ Իսկ այդ 100 հոգին չի կարող իրենց ուժայիններով կամ փողերով կամ ինչ-որ փորձեն, իհարկե սա մեծ փորձ է, այսօր փորձեցին Սերոբ Գասպարյանին լռեցնել, չեք լռեցնելու, չեք կարողանա, չի ստացվի ձեր մոտ։ Այսօր փորձեցին Վարդան Ղուկասյանին, բայց մի կողմից էլ սա մեծ փորձ է, որ հաջորդ քայլը մենք գիտենք ինչ պետք է արվի, որ երրորդին, չորրորդին այս նույնը չկարողանան իրենք այս նույն գործողություն անեն եւ չի ստացվի նույնը էլ, որովհետեւ մեդիա դաշտը շատ մեծ է, սփռված է, եթե այսօր գևը չխոսի, վաղը ինչ-որ մյուս տեղից կա, այդ հնարավորությունը դրված է, խոսելու է Պողոսյան Պողոսը։ Փորձեցիք Պողոսյան Պողոսին, չնայած դուք այդ իմունիտետը չեք ունենա այդքան ժամանակ, փորձելու եք Պողոսյան Պողոսին լռեցնեք,
դրված է մի սիստեմ, որ, չգիտեմ, Մարտիրոսը կխոսի։ Մեր ուզածը ինչ է ճշմարտությունը, մեր հայրենակիցներին հասանելի դարձնել իրականությունը և ասել քրիստոնյա բայել. մի վախեցեք։ Սատանայի առաքյալը չունի իշխանություն հայ ազգի քրիստոնյա շնորհքի երկրի վրա։ Նիկոլ Փաշինյան, դու չունես իշխանություն։ Դու չես կարա ինձ համոզես, որ դու Սաղմոս գիտես։ Այո, դու օրենքն ես կարդում, իսկ ես խոսում եմ շնորհքից։ Օրենքը պարտվեց շնորհքի առաջ։ Հենց սա է մեր և ձեր տարբերությունը։ Աստված օրհնի բոլորիդ, սա է ուզում հաղորդել, որ Վարդան Ղուկասյանը առողջ է և ողջ է և բոլորիդ սիրում և բարևում է։ Աստված օրհնի բոլորիդ, կհանդիպենք վաղը մի շատ հետաքրքիր եղբոր հետ, կխոսենք և կքննարկենք մնացած հարցերը։ Աստված օրհնի ձեզ։